Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախ նեղ կազմով հանդիպեցին ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարները։ Կլոր սեղանի շուրջ Հայաստանը ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Հետո արդեն արտգործնախարարների առանձին հանդիպումն է Ռուսաստան, Կենտրոնական Ասիա ձևաչափով։ Շատ չի անցել այն իրադարձություններից, երբ ռուսական կողմը ամենօրյա ռեժիմով հիշեցնում էր Հայաստանին ԱՊՀ ու ԵԱՏՄ շրջանակում գործակցության մասին։ Հենց գործակցության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևն էր տարեսկզբին ձևակերպում Հայաստանի համար առանց ԵԱՏՄ-ի եւ ԱՊՀ շրջանակներում գործակցության դժվար կլինի։ Պաշտոնյանն նաև պարբերաբար մեկնաբանում էր հայ-ամերիկյան ռազմավարական փաստաթուղթը, նշելով, թե գուցե շատ պայմանագրեր են ստորագրվում, բայց ոչ բոլորն են դառնում իրականություն։ Նախորդ տարվա ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստում Հայաստանը երկու հայտարարություններին չմիացավ, բայց քաղաքագետը կարծում է, սառեցումը հալչում է։ Երևանը հաշվարկել է, որ Ռուսաստանն է վաղ թե ուշ վերադառնալու Հարավային Կովկաս։ Խնդիրը այն է, որ հիմա Ռուսաստանը ԱՄՆ բանակցությունների շրջանակներում բարձ է դառնում, որ ԱՄՆ-ն Հարավային Կովկասով չի զբաղվելու։ Առնվազն կարող ենք ասել, որ սենց մեսենջներ կան։ Հասկանալի է, որ վիճալ պարագայում հարց են լուծելու Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Խռովկան դիվանագիտությամբ չի զբաղվել Կրեմլը։ Փորձագետը համոզված է Հայաստանի վերադարձին ռուսական հարթակներում սպասում են, ամեն դեպքում վախենալով առանձնանալու Brexit-ի էֆեկտից։ Հեռանալն ու հետո ինքնուրույն վերադառնալը ինքնին մեծացնում է հարթակի կշիռը։ Իսկ ինչ պլաններ ունի Ռուսաստանը մեր տարածաշրջանում, դրանք պարզ են, կոնկրետ է ձևակերպում փորձագետը։ Ռուսաստանի համար ամենակարևորը այն է, որ ինքը վերահսկող դեր ունենա, այսինքն հյուսիս հարավը ապահովի, իսկ արևելք, արևմուտքը կամ պետքա փակ լինի, կամ պետքա լինի իրաց հսկողության տակ։ Եվրոմիությունը արդեն բազմաթիվ կետերով ուզում է համագործակցի Միջին Ասիայի հետ, եւ Ռուսաստանը անցալել է որպես ճշնամական ակտ եւ մտածել է ոնց փակի է հարցը։ Ինքը փակելու է Եվրոպայի մուտքը Միջին Ասիա։ Իդեպ նախորդին հայկական կողմը գրում է, թե մայիսին 9 Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Փաշինյան, Պուտին, Ալիև հանդիպմանը ըստ լրատվամիջոցների նաև փաստաթղթի ստորագրում է պլանավորվում։ Լուրը հերքում են կառավարությունից։ Եթե անգամ նման բան տեղի ունենա, ապա փորձագետը չի կարծում, թե խոսք կարող է լինել խաղաղության պայմանագրի մասին։ Գուցե տեխնիկական որևէ փաստաթուղթ, որը հղում կանի նախորդ եռակողմ պայմանավորվածություններին, բայց որ Ալիևը խաղաղության մասին փաստաթղթի տակ չի ստորագրի, անգամ դրա հրապարակային նարատիվն է դա հաստատում։ Թուրքիայում հանդիպել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քլաչը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ կառուցողական քննարկում ունեցա Քլաչի հետ, գրել է Ռուբեն Ռուբինյանը X սոցիալական հարթակում։ Անտալիայում մեկնարկել է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը։ Սա վերջին 1.5 ամսվա ընթացքում Էրդողանի ու Ալիևի երկրորդ հանդիպումն է։ Ադրբեջանի առաջնորդը Թուրքիայի ժամանել կողակցի Մեհրիբան Ալիևայի հետ։ Հիշեցնենք, Անտալիայում մեկնարկած դիվանագիտության վերածնունդը բաժանված աշխարհում խորագրով դիվանագիտական ֆորումին մասնակցում են նաև Հայաստանի արտգործնախարարներ Միրզոյանն ու խորհրդարանի փոխոսնակ հայ-թուրքական կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։ Ռուսական պատվիրակության ղեկավար Ամերիկայի Միացյալ Նահանգներում դեսպան Ալեքսանդր Դարչիևը գոհ է Ռուսաստանի եւ Ամերիկայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի կարգավորման շուրջ Ստամբուլում անցկացված բանակցություններից։ Նա հայտարարել է, որ քննարկումների հերթական փուլը դրական մթնոլորտում է անցել։ Ռուսական պատվիրակության ղեկավարն ընդգծել է ԱՄՆ-ի հետ ճանապարհային քարտեզի շուրջ աշխատելու պատրաստակամությունը։ Անդամակցելով Եվրամիությանը լավ հարաբերություններ պահպանելով հարևանների հետ, այդ թվում Ռուսաստանի պաշտոնական Թբիլիսիի բանաձևն է հայտարարել Վրաստանի վարչապետ Կոբախիձեն։ Ելույթ ունենալով Անտալիայի դիվանագիտական ֆորումի պանելային քննարկմանը, վրացական կառավարության ղեկավարը նշել է, որ նույնիսկ օկուպացիայի պայմաններում Վրաստանը հետևում է խաղաղ եւ պրագմատիկ տեսլականին։ Մենք Ռուսաստանի Դաշնության հետ չունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց միևնույն ժամանակ մենք ինտենսիվ տնտեսական քաղաքականություն ենք վարում եւ առևտրային գործընկերություն ունենք Ռուսաստանի հետ։ Սա շատ կարեւոր բաղադրիչ է, հայտարարել է Կոբախիձեն։ Ամերիկայի եւ Պանամայի միջև ստորագրված համաձայնագրով Պանաման թույլ է տալիս ամերիկյան զինված ուժերին զորավարժություններ անցկացնել ջրանցքի տարածքում։ Անձնակազմի ուսուցման եւ մի շարք այլ գործողությունների նպատակով ամերիկյան զորքերը ըստ համաձայնագրի կկարողանան ժամանակավորապես տեղակայվել Պանամայի ջրանցքի երկայնքով։ Միևնույն ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրավունք չի ունենա նոր ռազմական օբյեկտներ կառուցել նեղուցի տարածքում։
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպման ընթացքում Չինաստանի նախագահը կոչ է արել Եվրամիությանը միասին դիմակայել Ամերիկայի ահաբեկմանը եւ համատեղ պաշտպանել իրենց շահերն ու միջազգային կանոնները։ Սակագնային պատերազմներում հաղթողներ չեն կարող լինել, իսկ աշխարհի դեմ գնալը կնշանակի մեկ ուսանալ, հայտարարել է Ցզինպինը։ Իդեպ չինական ապրանքների համար 145% մաքսատուրք սահմանելուն ի պատասխան Չինաստանը ԱՄՆ-ից ներկրվող ապրանքների նկատմամբ լրացուցիչ 125% մաքսատուրք է սահմանել։ Ադրբեջանցի զինվորականները Մոսկվայում կմասնակցեն հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանում Հանրապետության դեսպան Ռահման Մուստաֆայևը։ Սա մեր ընդհանուր հաղթանակն է, ասել է Մուստաֆայևը։ 6 ամսվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարան է այցելել 55837 մարդ դիտելու Մայր Աստվածուհուն Անահիտից Մարիամ բացառիկ միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում Հայաստանում առաջին անգամ ցուցադրվել է Անահիտ Աստվածուհու հայտնի բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը, որոնք պահպանվում են հեղինակավոր բրիտանական թանգարանում։ Ցուցադրության շրջանակում կազմակերպվել են կրթական ծրագրեր, հրատարակվել է ցուցահանդեսի անգլերեն պատկերագիրքը, ընթացքում է հայերեն պատկերագրքի պատրաստումը։ Թանգարանի տնօրենը հայտնել է, որ ցուցադրությունն իր գոյացած միջոցներով փակել է իր բոլոր ծախսերը, որը շատ կարևոր է թանգարանի գործառնական մասով։ Այս տարի արդեն նախատեսում են ցուցահանդես Լուվրի հետ։ Բուխարեստի ազգային թատրոնի ռոտոնդա սրահում տեղի է ունեցել հայկինը ցեղասպանության զոհ եւ հերոստ եւ Ստրունգա հայ որբերի նորտունը խորագրերով ցուցադրությունների բացման արարողությունը։ Ցուցադրությունների բացմանը ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն ողջունել է ներկաներին, կարևորելով նմանատիպ ցուցադրությունների կազմակերպումը ռումին հանրության համար։ Ռումինիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Գալստյանը ընդգծել է, որ ցեղասպանությունը վերապրածների մի մասը սփռվել է աշխարհով մեկ, այդ թվում Ռումինիայում, իսկ զգալի մասը հաստատվել է Հայաստանում։ Արդյունքում գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում կան վերապրածների պատմություններ։ Գոյթատրոնը պահպանեց իր ինքնությունը, դատարանը հետ է վերադարձրել իրավահաջորդ ճանաչելու փորձը։ Այս մասին իր էջում գրել է Գոյթատրոնի կառավարման խորհրդի նախագահ ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։ Նա նշել է, որ վերաքննիչ վարչական դատարանը հետ է վերադարձրել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին Գոյթատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, իսկ նույն որոշմամբ սահմանել է, որ կարճման մասին որոշումը բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է Գոյթատրոնի իրավաբանական ինքնությունը չի վիճարկվում, եւ սա հստակ հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի մասին։ Ապրիլի 1-ից արցախցիների որոշ խմբեր, հիմնականում աշխատանքային տարիքի անձինք, չեն ստանում կեցության եւ այլ ծախսերի համար հատկացվող սոցիալական աջակցությունը, որը շարունակվելու է մինչեւ դեկտեմբեր։ Աջակցությունը դարձել է առավել հասցեական։ Դրանցից կարող են օգտվել անչափահասները 18 տարին լրացած, բայց պարտադիր կրթության դաշտում գտնվող կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող 63 տարին լրացած, ինչպես նաեւ առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք։ Մենք հունվարից մինչև մարտը ներառյալ յուրաքանչյուր անձի համար տրամադրել ենք 50,000 դրամ, ապրիլից հունիս ամիսը ներառյալ 40,000 դրամ կտրամադրենք իմ նշած անձանց, իսկ հուլիսից դեկտեմբեր ամիսը ներառյալ 30,000 դրամ։ Փոխարենը Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների համար կառավարությունը այլ ծրագիր է գործարկում։ Հրատապաջակցության հիմքում ընտանիքի իրական կարիքն է։ Եթե ընտանիքում մեկ անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցում 55,000-ը, ապա ընտանիքը կդիտարկվի շահառու։ Ծրագրին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի հաշվով աջակցության չափը կազմելու է 40,000 դրամ, գումարած 10,000 դրամ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար, սկսած երկրորդ անդամից։ Աջակցությունը կտրամադրվի ամսական դրամական օգնության տեսքով մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ, ապրիլից դեկտեմբեր ամիսը ներառյալ, եթե ընտանիքը բաղկացած է 5 անդամներից, որոնց հաշվով 55,000 դրամից ավել ընտանիքը եկամուտ չունի, կդիտարկվի շահառու եւ կստանա աջակցություն 40,000 դրամ ընտանիքի համար, գումարած եւս սկսած երկրորդ անդամից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, այսինքն 40,000 դրամ գումարած եւս 40,000 դրամ, 80,000 դրամ։ Աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնք գտնվում են պետական հոգացության ներքո կամ բնակվում համայնքային պետական սեփականություն հանդիսացող տարածքներում։ Բաղկացերը բացել ովքեր են սոցիալական պաշտպանության հաստատություններում գտնվող անձինք, անկատներ ծերանոցներ, որովհետեւ իրենք լրացուցիչ աջակցություն ստանալու խնդիր չունեն, քանի որ գտնվում են պետության հոգացության ներքո, նաև այն ընտանիքները, ովքեր պետության աջակցությամբ տեղավորվել են սոցիալական բնակարանային ֆոնդում կամ պետության կողմից տրամադրված տարածքներում են բնակվում, որոնք նույնպես խնդիր չունեն բնակվարձ
այսպես ասենք, վճարելու։ Բացի այդ, եթե անձը չի գտնվում Հայաստանում, ընտանիքի տվյալ անդամի համար գումար չի հաշվարկվի։ Դիտարկվել է նաև ավտոմեքենա ունենալու հանգամանքը։ Ընտանիքը աջակցություն չի ստանա, եթե այդ ավտոմեքենայի համար վճարում է 15,000 դրամից ավելի գույքահարկ կամ այն արտադրված է 2017 թվականից հետո։ Միանձնյա սեփականության դեպքում եւս ընտանիքը չի օգտվի աջակցությունից, կամ եթե ընտանիքի անդամները միևնույն գույքի նկատմամբ ունեն 50%-ից ավելի սեփականության իրավունք։ Միջոցառմանը արցախցիները կկարողանան դիմել ապրիլի 22-ից։ Աղավնին է խաղաղության խորհրդանիշը, սակայն խաղաղություն բերում են արծիվները։ Ու այսպես արդեն 10 տարի ողջ մնալու արվեստը ոման ցույց է տալիս խաղաղության հաստատման միակ ճիշտ ճանապարհը՝ միշտ պատրաստ լինել պատերազմին, գրիչների փոխարեն ձեռքին զենք։ Պարապմունքներ ենք անում մեր գյուղի ժողովրդի հետ, տղաների, աղջիկների հետ ու պատրաստվում ենք խաղաղության։ Խաղաղությունն էլ արվեստ է, վստահ են միշտ պատրաստ մարդիկ, ու ամենևին էլ պատահական չէ, որ իրենց գործունեության առաջին տասնամյակն անփոփոխ փաստաբավերագրական ֆիլմի վերնագիրն էլ հենց դա են դրել՝ միասնության, սովորելու ու պաշտպանելու ուղերձով, ինքդ քեզ, ընտանիքդ, տունդ ու հայրենիքդ։ Մեծ ընտանիք ազգի մասին է խոսքը, որը որ բջիջներից է, ասենք, ոնց որ ասած բաղկացած, այդ բջիջները սկզբից ընտանիք, փոքր ընտանիքներն են, ասենք, այն մարդկային փոքրիկ սոցիումները, որ մենք հենց ընտանիք ենք անվանում, եւ ավելի փոքր բջիջ կա մարդը։ Պիտի պարապած մարզված լինես, որովհետեւ եթե դու անօգնական չես թողում քո ազգականներին, քո ընտանիքը եւ չես փախնում, գնում ես մարտի դաշտ, բայց պատրաստված չես, դու բեռ ես դառնում քո ազգի համար։ Ոչ թե մեղադրել չիմանալու համար, այլ սովորեցնել, ահա թե ինչ է պետք անել։ Միակարծիք են ֆիլմը ստեղծողները, հատուկ են ընդգծում։ Ֆիլմը մի հատ կարևոր մեսիջ ունի, որ այդ գործով, ասենք, այդ ողջ մնալու արվեստին տիրապետելու համար ոչ թե մարդիկ պարապ մարդիկ են, զբաղմունք չունեն, գնում են, այլ զբաղված մարդիկ տարբեր մասնագիտությունների եւ այսօր շատ պահանջարկված մասնագիտությունների մարդիկ զբաղվում են իրանցով, զբաղվում են այդ ողջ մնալու արվեստով։ Դերասան Վարդան Պետրոսյանն էլ ասում է մեր հասարակությանն ու հատկապես հիմա պետք էր այսպիսի ֆիլմ։ Զրուցում էի տղաներից մեկի հետ, ում որը պատերազմից հետո շատ երկար պարապմունքներ անցավ եւ մասնագիտական պարապմունքներից ու դարձավ իսկապես բարձր կլասի մասնագետ, ասում էր պրակտիկորեն ինձ պատերազմի ժամանակ անհնար է սպանել, եթե իհարկե դա իմ ճակատագրով եկած գնդակը չի կամ արկը։ Ամեն ինչից պաշտպանվել գիտեմ։ Եվ նա ասում է, ինքը հիմա սովորեցնում է, եթե ասում եմ մեր ժողովուրդը, այսինքն հասարակությունը գոնե իմ իմացածի 30%-ին տիրապետի, դուք չեք պատկերացնում դա ինչ որակ է արդեն։ Չհասկանալ մարդուն, ով չի սիրում ուժեղ լինել, պարտվելն ամենահիմար միտքը համարել, որ երբևէ կարելի է ունենալ հերթը մյուս տասնամյակներինն է, որին ընդառաջ էլ ոման գնում է միայն հաղթելու մտադրությամբ։ Երևանում համատարած է դարձել անվճար ավտոկայանատեղիների համար քաղաքացիներից ապօրինի գումարի գանձումը։ Եղել են ինձ հետ դեպքեր, ինչ որ մի սուպերմարկետի հարևանությամբ, երբ որ ուզում էի կայանել մեքենան, մոտեցավ այնտեղի աշխատողը, ով կարող եմ ասել, որ ապօրինի գումար էր հավաքում, 200 դրամ, 300 դրամ, եւ ասաց, որ այստեղ կայանելու իրավունք չունես։ Ես սկսեցի պարզաբանել, թե ինչու իրավունք չունեմ, հետո զանգեցի քաղաքապետարան, պարզեցինք, որ ես իրավունք ունեի այդ սուպերմարկետի դիմաց կայանելու։ Վարորդը հիշեցնում է, երբ օրինակ խանութի սեփականատերը արկղեր էր տեղադրում կայանատեղիներում, խոչընդոտելով կայանումը, երևույթի վերաբերյալ սահմանվեց խիստ հսկողություն։ Հիմա սակայն այն նորից ակտիվանում է, այսպիսով անօրինականությունները մասսայականանում են։ Քաղաքացիները համարում են, որ սա պայմանավորված է քաղաքապետարանի ոչ հետևողական աշխատանքով։ Կարմիր գծեր եղան, այդ ամեն ինչը եկավ, որ այստեղ մնացածը մասնավոր է, եթե չէ ազատա կայանելու համար։ Հիմա ազատա կայանելու համար տեղերը ցավոք սրտի այլևս մեղմ ասած ազատ չի, ինչ որ մարդիկ նորից հայտնվել են, պահանջում են գումարներ, ինչպես է ստացվում, որ քաղաքացին խնդիրը չի կարողանում ինքնուրույնտուցի, որովհետև հասկանում է, որ պատկան կառույցները ոչ պաշտպան մակարդակով են ներգրաված, միտեղ, որտեղ որ պետք է լինեին ներգրաված։
Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ այսպիսի դեպքերում իրենք միայն ստուգայցեր են կատարում, գործողությունների լիազորություն միայն ոստիկանությունն ունի, իսկ ներքին գործերի նախարարությունից էլ պարզաբանեցին, որ ոստիկանությունը զբաղվում է միայն երթևեկելի գոտում իրականացված խախտումների կամ մեքենաների սխալ կայանման հարցերով։ Կայանատեղիների թույլտվությունները եւ տուգանքները քաղաքապետարանն է սահմանում, իսկ մինչեւ քաղաքապետարանն ու ՆԳՆ-ն ճշգրտումներ են անում, երևույթն ամեն օր լայն տարածում է գտնում։ Ամեն անվճար կայանատեղիում է հնարավոր, որ ձեզ մոտենան եւ փող ուզեն, անօրինական է։ Սա Կոտայքի մարզի Քասախ գյուղի վարչական տարածքն է։ Այստեղ տևական ժամանակ է հակասանիտարական ու գարշահոտ վիճակ է։ Ահա որ վիճակա, ել չեմ ասում գարշահոտը։ Ճանապարհի տարբեր հատվածներ լցված են կենցաղային ու շինարարական աղբով, թե ինչպես է աղբը հայտնվել այդտեղ, դժվար չէ կռահել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն է ֆիքսել հակահիգենիկ վիճակը ու չնայած որ դա մեծամասամբ քաղաքացիների մեղավորությունն է, ամեն դեպքում պատասխանատուների ուշադրությունն է հրավիրում տարածքը մաքրելու համար։ Կոտայքի մարզպետը հուսով ենք կտեսնի այս տեսանյութը ու հավատում եմ միջոցներ կձեռնարկի։ Ապրիլի 10-ին 23-ամյա Արայիկը Մերսեդեսով գայի պողոտակ 24 կոտորակ 3 հասցեի մոտ վրաերթի ենթարկել 51-ամյա Գայանեին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներին, վիրավորին տեղափոխել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Արդյոք վրաերթը տեղի է ունեցել հետիոտային անցման վրա, թե անցումից մի փոքր այսքով, դա պարզ կլինի քննության ընթացքում։ Դարձյալ ապրիլի 10-ին Զվարթնոցի կամրջի հարևանությամբ Մանուշյան փողոցում հրդեհ է բռնկվել 45-ամյա Արթուրի Լեքսուսում։ Վարորդ հայրվածքներ է ստացել, նրան մի քաղաքացի է օգնել, այնուհետև իր մեքենայով տեղափոխել Վաղարշապատի բժշկական կենտրոն։ Տղամարդը հետո արդեն տեղափոխվել է Երևանի այրվածքաբանության ազգային կենտրոն։ Ժամանել են փրկարարության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջները։ Նրանք մարել են կրակը, սակայն մեքենան այլևս շահագործել հնարավոր չէ։ Տեղում էին բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Ըստ նախնական տեղեկությունների բախում տեղի չի ունեցել, վարորդը ավտոմեքենան վարելիս կրակ այրիչը միացրել է ժաժիգալկան եւ հրդեհ է բռնկվել եւ նա հասցրել է իրեն շտապ ավտոմեքենայից դուրս նետել, այդ ժամանակ քաղաքացին մոտեցել օգնություն է ցուցաբերել։ Ապրիլի 10-ին 4-րդ գյուղից դեպի հարավարևմտյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում ճակատ-ճակատի բախվել են 23-ամյա Նարեկի BMW-ն եւ 25-ամյա Արտաշեսի Chevrolet-ն։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Վարորդները եղել են սթափ։ Ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար ուժասներ չկան։ Նույն օրը Երևանի տարբեր վարչական շրջաններում ծառեր են տապալվել։ Օրինակ Տերյան փողոցի թիվ 54 հասցեի հարևանությամբ ծառը կոտրվել ու ընկել է կայանված Նիսանի եւ Հյունդայի վրա։ Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի աշխատակիցներն էլ էլեկտրական սղոցներով ծառը մասնատել են ու տեղափոխել։ Իսկ շինարարների եւ Արզումանյան փողոցների խաչմերուկում ծառի մի հսկայական ճյուղ կոտրվել ու ընկել է։ Երևանի քաղաքապետարանի կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՕԱԿ-ի Աչափնյակ վարչական շրջանի աշխատակիցները կոտրված ծառը մայթից հեռացնելու համար աշխատանքներ են իրականացրել։ Բարեբախտաբար այդ բանին քաղաքացիներ անցնելուց չեն եղել, հակառակ դեպքում ծառը կընկներ նրանց վրա։